Լսի Բելա, եթե ուզում ես ինձնից ազատվես դպրոցում, թունավորելը ամենալավ միջոցը չի։ Թե ընդամենը խմի։ Վարվեցի։ Զգուշ խմի։ Լսի Բելա, տունը ինչքան շաքար կար մեջն ես լցրել։ Մուրաբայա մալինայով։ Ես ես չեմ կարա խմեմ։ Կարես խմի։ Այս էլ խմի վաղ ոտքի վրա կլինես։ Ես հիմա էլ եմ ոտի վրա, չեմ մեռել։ Այդպիսի կատակներ մի արա, հա։ Հեսի դու չես կարող բացակայել այս դասերից։ Ինչի։ Որովհետև պետքա գնահատականներդ բարձրացնենք, իսկ եթե հիմա ես բարձրացնեմ ու դու դասերին չգաս, կստացվի, որ դու դասերին չես եղել, բայց քո գնահատականները բարձրացել են։ Դրա համար ես եկել։ Գնամ տեսնեմ մեղր ունես։ Վիկա, ինչի ես հասցեն ասել։ Բա ինչ անեի, հո չէի ասելու գաղտնիքը։ Ուղղակի ասեիր, որ չգիտես։ Շեքե ոնց կարա ես չիմանայի, այսքան տարի մի դասարանում ենք սովորում։ Լավ, եթե նույնիսկ ասել ես, հիմա զանգի իմացի ինչի համար էր հարցնում։ Դե ասեց, որ ինչ-որ ասյան բան է հանձնարարել։ Վիկա, ասյան տենց բաները քեզ է հանձնարարում, հաստատ խաբել է։ Շաքե իհարկե կներես, բայց ես չեմ կարա զանգի ու տենց բան ասեմ։ Բա որ մերսի իմանա, ինձ գցում ես պատմության մեջ։ Ապրես շատ լավ ընկերուհի ես, Վիկա ջան։ Շաքե մի նեղած։ Դե հերիքա էլի, հո ամբողջ գիշեր չես նստելու։ Մինչև Բելան չգա ես չեմ պարկի։ Ամեն գործ առաջ կգնա։ Ուշանումա, չէ։ Մի հատ զանգի է, հենց այնպես, իբր հարցում ես ոնց հայնես ան։ Զանգեմ որ։ Հա, ձեռ հետ էլ կարծնես երբ ա գալու։ Չէ, այ մարդ, գործ չունես։ Կմտածի թե իրան չենք վստահում։ Այ մարդ դու զանգի, ոչ մի բան էլ չի մտածի։ Համում։ Ո՞նց ես, Ինեսան ո՞նց է։ Ինեսան, հա, արդեն լավ է, դեղ եմ տվել ու թեյ։ Բարզա։ Բա երբ ես տուն գալու։ Համում հեսա մի 10 րոպեից դուրս կգամ, լավ։ Դե սպասում ենք քեզ։ Երբ ա գալիս։ Ասես դուրս եմ գալիս արդեն։ Խաբելը վատ բան է։ Վախեցրի։ Այդ նրանից է, որ խաբում ես։ Մաման ու պապան քեզ չեն ճանաչում։ Ինեսային գիտեն, դրա համար եմ ասել, որ գնում եմ Ինեսային օգնեմ։ Պարզ է, բայց ինչի։ Ասենք թե հիվանդ եմ, մեռնում եմ, լավ չեմ, քո համար մեկ չի։ Ինչի։ Ինչի։ Ինչ դժվար ես հասկանում։ Ինչի մեկ չի։ Դե ոնց կարա մեկ լինի, երբ ինչ-որ մեկը քո օգնության կարիք ունի։ Ուղղակի ինչ-որ մեկը։ Դու ցանկացած մեկին կգնայիր օգնելու։ Երևի։ Դե գնա տես ով օգնության կարիք ունի, գնա հասի։
Ինչ ես անում։ Գիժես, դու տակություն ունես, գնա բարկի։ Գնա բարկի։ Ասեցի ինձ փրկել պետք չի։ Քեզ տակ կակաո եմ բերել։ Ես գիտեմ արդեն պարկել ես։ Չէ, ուզում եմ մի քիչ խոսենք։ Այս վերջին շրջանում չենք հասցնում շփվել։ Հոգնած չես գործից հետո։ Մի քիչ, բայց դա էական չի։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է, մաման, հանգստանալու կարիք չկա։ Չեմ հանգստանում։ Ուղղակի հետաքրքրվում եմ։ Հարմարվել ես նոր դպրոցին։ Հա։ Ճիշտ է, բայց ինը կարոտում եմ։ Այնպես դու որոշեցիր, որ փոխենք։ Դե հա, մամ, որ ժամանակ չի ծախսելու ճանապարհի վրա։ Այդտեղա։ Հեչ։ Չէ, ինես, պատմի։ Դե լավ, մամ, պատմելու բան չկա։ Մենք ընկերուհիներ չենք, պատմի։ Հիշում ես ընտղային, որ առաջին օրը մեքենան խփել էր, որ ասացի մեր դպրոցից է։ Հա, ինքն է։ Ինես, լսի, բայց դա չի նշանակում, չէ, որ դե նկատի ունեմ ինչ են ասում ես դեպքերում։ Մամ, անհանգստանալու կարիք չկա։ Մենք ուղղակի շփվում ենք։ Ինես, բայց ես քեզ խնդրել էի, չէ, որ դասերիդ վրա ուշադրություն դարձնես, որ ամենակարևորը հիմա քո կրթությունն է։ Գիտեմ, մամ, գիտեմ։ Ինես, քո այն տարիքն է, որ սիրահարվել է այնքան հեշտ է, ու թվում է թե աշխարհում ամենակարևորը դա է։ Բայց հավատա, դու նախ եւ առաջ պիտի ինքդ քո մասին մտածես։ Ու պետքա ամուր հողի վրա կանգնած լինես, Ինես։ Գիտեմ, մամ, մենք բազմիցս խոսել ենք այս թեմայով։ Խոսել ենք, որովհետեւ ես չեմ ուզում, որ դու իմ սխալները կրկնես։ Մամ, քո սխալը ես եմ։ Ոնց ես տենց բան ասում, Ինես։ Ես գիտեմ, դու երիտասարդ ես եղել, ու շատ անփորձ։ Ես քեզ միշտ ճշմարտությունն եմ ասել։ Ուզել եմ, որ դու իմանաս իմ ու քո պատմությունը։ Ես քեզ ստերով չեմ պահել, թե իբր քո papan օթաչու էր, տիեզերա գնաց, ու ինչ որ տենց մի բան։ Ես անկեղծ եմ եղել, որ դու իմանաս, թե ինչ էր կան կյանքում ու ինչից պիտի զգուշանաս։ Ոչ թե նրա համար, որ ես երջանիկ չեմ, որ քեզ ունեմ։ Եթե ես չլինեի, քո կյանքը ուրիշ ձև կդասավորվեր։ Ինես, ես երջանիկ եմ, որ դու կաս իմ կյանքում, ու երբեք ոչինչ չէի փոխի։ Լսում ես։ Պարզապես դու նոր կյանք ես մտնում, լրիվ նոր, ու ես ուզում եմ դու պատրաստ լինես ապրելու։ Ես ինչ սառներ։ Այս թրջոցա ուղակի, մինչև դեղնազդի կօգնի։ Չբերես մոտիկ։ Գնա, ես մի բան կանեմ։ Լսի, որ տատիկդ զանգեց, ինչի չասեցիր, որ լավ չես։ Որովհետև լավ է։ Մելս, դու ինչի ես մենակ ապրում։ Լսի, եկար մուրաբայով չայ տվեցիր, մտածում ես սաղ կյանքս պետքա պատմեմ։ Երկար մնացիր, գնա արդեն։ Լավ, ես գնամ։ Մելս, Տատ, ինչի ես եկել։ Դե ձայնիցդ հասկացա, որ վատ առողջ ես, դրա համար էլ եկա։ Ահա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Բելան եմ, Մելսի դասընկերուհին։
Ես այդպես էլ հասկացա։ Մելսը ջերմություն ունի։ Ես իրեն արդեն դեղ եմ տվել ու թեյ մուրաբայով։ Ու այս թրջոցն էլ չթողնեց դրեմ ճակատին։ Դե քեզ չի թողել, բայց ինձ կթողնի, աղջիկ ջան, մի կողմ քաշ։ Լավ, էլի տատ։ Քեզ չասեցի գնա։ Այդ ինձ ծև ես խոսում աղջկա հետ։ Ես արդեն գնում էի։ Ահա, աղջիկ ջան, սպասի քեզ կճանապարհեմ։ Բելա ջան, շնորհակալ եմ, որ եկար։ Մելսն էլ է շնորհակալ։ Դե բնավորությունն է այդպիսին։ Բայ բարև Շակե ջան։ Բարև ձեզ։ Եթե խանգարեցի, ես հետո կգամ տիկին մանան։ Չէ, ինչ ես ասում, ներս արի։ Մելսը հյուրասենյակում է։ Չես պարկում։ Չէ, դեռ SN-ներ ունեմ ստուգելու։ Դե դա ասա ամբողջ գիշեր արթուն ես մնալու էլի։ Մարդ այդքան քեզ ինչ ես պահում մոտդ։ Հետ, ուղղակի մի կողմ դնելու համար է։ Թե չէ որ քարտի վրա եմ պահում, անիմաստ ծախսում եմ։ Հա, այդ շատ ճիշտ ես ասում։ Մտնում ես խանութ, առևտուր ես անում ես ու վերջում տեսնում ես, որ հաշիվը սպառված է։ Դու հələ են ասա, դպրոցը դուր գալիս է։ Դե գիտես, հիմա չգիտեմ, իրականում Տոնոյանի հետ շատ բարդ է։ Որ իրեն չես հակաճառում, ամեն ինչ նորմալ է։ Հա, բայց չհակաճառել էլ չի լինի, երբեմն նենց բաներ է անում, որ Լավ, քեզնից հասնում է մենակ գազ գործի, քո գործն անես ու գնաս։ Մնացածը Տոնոյանի պատասխանատվության տակ է։ դե հա։ Բա եթե քեզ լավ չէիր զգում, ինչի ինձ չես զանգել։ Ես ոչ մեկի չեմ զանգել։ Հա? Բա Բելան։ Բելային ես չեմ կանչել, ինքն է եկել։ Մելս հետո էլ ասում ես, որ ոչ մի բան չկա։ Ասում ես, որ մեր մեջ ամեն ինչ վերջացած չի։ Բա ես ես ոնց հասկանամ։ Շակե հենց հիմա սրա մասին պետք է խոսանք։ Դե գալիս եմ ու տեսնում եմ, որ Բելան քո տանն է։ Բա երբ խոսանք, Մելս։ Մելս ջան, ինչ լավ է, որ Բելան հասցրեց գա։ Մելսի ձայնից հասկացա, որ վատառողջ է, դրա համար Բելային խնդրեցի, որ գա։ Դուք եք ասել, որ Բելան գա։ Հա, ես եմ կանչել։ Մտածեցի, որ Բելան ավելի շուտ կհասնի, քան ես։ Դրա համար խնդրեցի, որ գա։ Մի րոպե, բայց դուք Բելային որտեղից եք ճանաչում։ Ինքը նոր է եկել մեր դասարան։ Բելայի մայրը աշխատում է մեր այդտեղ ներքևում խանութ կա, որ ամեն օր ես օգտվում եմ, այնտեղից եմ իմացել, որ միասին են սովորում։ Շակե ջան, արդեն ուշ է, դու ավելի լավ տուն գնաս, Մելսը արդեն լավ է, իրան լավ ազգում, վաղը դպրոցում կխոսեք։ Հա, ես գնամ։ Հա, ուշ է արդեն։ Քեզ առողջություն, Մելս։ Հետո ինչի խաբեցիր։ Որ դու չխաբես։ Տատես իմ հարցերն են, ես կկարգավորեմ։ Աղջիկների հոգու հետ խաղալով, հա տղա ջան։ Լսի, Բելան ուղղակի ինձ դասերի հարցում է օգնում։ Խոստացել եմ, չէ՞ որ գնահատականներս կուղեմ, այդքան բան։ Շաքեն պատմություն է սարքում։ Որ ճիշտ իմանա Մելս, պատմություն չի սարքի։ Չի կարելի աղջիկների հետ այդպես վարվել։ Լավ, էլի տատ, մեկա չես հավատալու։ Ես իրոք նենց բան չեմ արել, որ Բելան կամ առավել եւս Շաքեն նեղվեն։ Շաքենը էլի դրամա է սարքել։ Բելան հենց այնպես չի եկել, Մելս ջան։
Տակություն չունես, գույնը տեղն է արդեն եկել։ Լավ խնամել ա քեզ։ Էդ իրա բնավորությունն է ուղղակի։ Փողոցում անտուն կատու տեսնի կտանի տուն կպահի, մեկը կռիվանի կգնա կխառնվի։ Ամեն ինչին խառնվում է, արդեն ազդում է վրես։ Չէ, դու ամեն ինչ կազմակերպի, ես կես ժամից այդտեղ կլինեմ։ Լսի, խնդրում եմ մի բարդացրու։ Հասկանում եմ լանչի ժամա, բայց դու ամեն ինչ կարող ես անել։ Լավ։ Քեզ էլ բարի լույս։ Բարի լույս։ Չեմ պատասխանում։ Գոհես։ Մամ, գործը շատ լավ է։ Բայց պետք է ամեն ինչի համար ժամանակ ունենաս։ Մենակ զանգերով ու գործերով չի։ Ուղղակի հիմա մի քիչ բարդ շրջան է։ 3 տարի այդ եմ լսում։ Բարի լույս։ Կարծեմ չէինք պայմանավորվել։ Ինգա ես քո աշխատողը չեմ, որ նախապես պայմանավորվեմ նոր կամ մոտդ։ Համե ես Լևոնի մոտ եմ եկել։ Ես դասի եմ։ Ես գիտեմ։ Եկել էի քեզ տանեի, համել ճանապարհին կշփվենք։ Պետք չի մեր ճանապարհին շփվել։ Երկուստ էլ ձեր գործերին եք։ Գիտես, եթե ուզում ես մտերմանալ հետը, պետքա շատ ժամանակ անցկացնես։ Միտեղ հրավիրես, քաղաքից դուրս, կինո։ Դե չէ, սենց իմիջայլոց։ Չէ էլի։ Բայց ես գոնե փորձում եմ, չէ՞։ Բա դու։ Ես էլ հետն եմ ապրում, Զավեն։ Սուրեն, սպասի։ Ասա։ Ես վերցրու ընդմիջում կանես։ Լավ է։ Վերցրու, ես քեզ գիտեմ, դու կմոռանաս, իսկ սա ձեռիդ տակ կլինի։ Լավ չես քնել, բանես։ Բարի լույս։ Չէ, լավ եմ քնել, նորմալ։ Սպասի, տեղ չգնաս։ Ինչ ա եղել։ Չգիտեմ։ Ինեսան ո՞նց է։ Լավ է, նորմալ, ես արդեն կգա դասի։ Դու լավ։ Ես կտաս Ինեսային, կասես մամասա ուղարկել, որ շուտ կազդուրվի։ Կարիք չկա։ Ո, ինգերուհիդ է, չէ, ուշադրությունն է պետք։ Գնանք միասին։ Հուսով եմ այսօր էլ դպրոց չեն կանչի։ Պապ դե ամեն անգամ չեն կանչելու։ Ամել թազը դասատ ունեն, ծնող չի կանչում, անկենա կայնստը։ Հա, լուրջ եմ ասում։ Պապ դու կարոս էլի ազդես իրենց վրա։ Խիչ ես անում որ։ Այսինքն։ Դե այսինքն ինչ ասում եմ, թարսվում են հետս։ Ուզում են անլեզու, առանց սեփական կարծիք մարդ լինեն։ Կարծիք ասում են այն դեպքում, երբ որ քեզնից կարծիք են հարցնում։ Այսինքն բերենս ջուրարն եմ նստան։ Սպասի հելա։ Քեզ են անկյուն կանգնացրել։ Ուրեմն դու այն աստիճանի ես հասել, որ 5 տարեկանի պես քեզ անկյուն են կանգնացնում, ու դու դեռ ուզում ես, որ ես գամ քո համար խոսամ։ Քո համար մեկը, պապի, մի ինքնասիրություն հարցն է։ Դու այնքան նազդություն ունես, մի օր չեղավ ինձ մեղադրես, միշտ ինձ ես մեղադրում։ Ինչու մեղադրեմ։ Որ իմ տղեն անողնաշար է, որ սեփական ուժերով իր հարցերը չի կարողանում լուծի, որ չգիտի իր ոնց պայարա։ Պա, կայնի։
Եղած ոնց ես։ Կարեն ջան, ո՞նց ես։ Նորմալ է ամեն ինչ։ Ինձ նայ Կարեն, ո՞նց ես։ Դավիթ եւ Կարեն անցեք դասարան։ Դուք չեք տեսնում ոնց է քշում, որ ձեր դիմաց մարդ կա կանգնած։ Ես մենք մի քիչ խոսակցությունով ընկանք սովորաբար։ Ինչ, սովորաբար ինչ։ Դուք ինչ օրինակ եք ծառայում Դավիթի համար։ Տղա ջան, նստիր ղեկին ու մի նայիր դիմացդ ինչ է կատարվում։ Ես ձեզ արդեն բացատրեցի։ Հիմա լսեք, բացատրեցիք, լսեք, ձեր տղան լուրջ խնդիրներ ունի։ Չէ, ինչ որ մի բան կանենք, դպրոցը մի կերպ կավարտի, բա հետո նա բոլորովին չգիտի մարդկանց հետ շփվել, ու դրանում հեչ դուք եք մեղավոր։ Իսկ դուք խոսակցությունը արդեն սխալ տեղ եք տանում։ Ինչ էլ զուս փանգիստ կանգնած եք։ Քիչ առաջ աշակերտին աչքիս առաջ մեքենայի տակ էի գցում։ Ես եմ խոսակցությունը այլ կողմ տանում, այդ ձեր մեքենան այն կողմ գնում։ Տիկին Տոնոյան։ Ընկեր Տոնոյան։ Քանի դեռ էս աշակերտները այստեղ սովորում են, ես նրանց նկատմամբ պատասխանատվություն ունեմ ու ոչ միայն դպրոցի ներսում։ Լավ, պարզա։ Երբ որ հանգստանաք այդ ժամանակ խոսենք։ Ես դեռ չեմ վերջացրել։ Իսկ ես ձեր աշակերտը չեմ։ Ինչ որ բան խառնում եք։ Հիմա ես խորհուրդ կտամ, հաջորդ անգամ, երբ որ հանդիպենք, մի փոքր ավելի հավասարակշռված եղեք, տիկին ընկեր Տոնոյան։ Դե հա ես ինչ անեի։ Դե հո չէր գնալու Մելսիտուն։ Ես վստահ եմ, որ Շաքեն գնացել է ստուգի։ Հա բայց Բելա ինչին է պետք Մելսիտան հասցեն։ Վարդան։ Հա։ Սկոնն է։ Եկա դրած էր արդեն։ Հոբան չի եղել։ Չէ, նորմալ է։ Մի տեսակ ես, չես էլ բարևում։ Բարև։ Բարի լույս։ Բարի լույս, ոնց ես։ Լավ։ Հետ SN-երն են։ Հա, ոնց էլ հիշում ես։ Դե հա, ասում էիր դժվար աշխատանք է ստուգելը։ Հիմիջայլոց ոնց են գրել։ Ոչինչ, նորմալ։ Վահե, մի բան էի ուզում քեզ ասել։ Ասա, ինչով պետքա կօգնեմ։ Չէ, ինձ թվում է այս անգամ ես քեզ կարող եմ օգնել։ Երևի։ Չհասկացա։ Ես գիտեմ ինչ որ խնդիր ունես լուծելու։ Սա վերցրու։ Չէ, Մարթա, չէ, բացառվում է։ Ես իհարկե շնորհակալ եմ, բայց ես հաստատ մի բան կմտածեմ։ Դե համարի, որ արդեն մտածել ես։ Վահե, ես գիտեմ ինչ է նշանակում, երբ շտաբ գումարը անհրաժեշտ ու չես կարողանում գտնել։ Մարթա,
Սա կմնա մեր մեջ։ Ոչ ոք չի իմանա։ Այս գումարը հիմա ինձ պետք չի, ուղղակի դրված է։ Ու եթե կարող է քեզ օգնել, ինչի՞ չէ։ Վերցրու։ Շնորհակալ եմ շատ։ Ես կվերադարձնեմ անպայման, շատ շուտ։ Կարող ես չշտապել։ Դրան նայի։ Դրա խոսալու ձևը։ Ներեցեք 1 րոպեով։ Ես զբաղված եմ։ Գիտեմ, հիմա արդեն մեզնով եք զբաղված։ Հիմա ինչ ա եղել։ Սա նորմալ է։ Այսինքն դուք ազատ եք, միս Լարա։ Այսինքն ազատ է։ Ես եմ որոշում ով ազատ է, իսկ ով ոչ։ Եվ վերջապես ուղիղ կասեք ինչ է պատահել։ Հա ես էլ կուզեի հասկանալ։ Ձեզ երկուսի տեստեղ ոչինչ չի անհանգստացնում, հա։ Այս տեսքով ուսուցիչը կարող է դպրոց գալ։ Ես ուղղակի Դուք ուղղակի երիտասարդ եք, երևի չեք հասկանում, բայց այնուամենայնիվ գոյություն ունի մանկավարժական էթիկայի կանոններ, որը վերաբերում է նաև հագուստին։ Միս Լարա, իսկապես այսպես պետք չի գալ դպրոց։ Ես ուղղակի Դուք ավարտական դասարաններ եք մտնում, այդ տարիքում երիտասարդները չափազանց տպավորվող են։ Այո, մեկը հիմա չափազանց տպավորված է։ Այսինքն ով։ Այսինքն ձեզ հետաքրքրում է թե ով է տպավորված։ Գուցե անցնենք այդ կետը, այլ խոսենք մանկավարժի էթիկայի կանոնների մասին, հագուստի հետ կապված։ Այսօր ոչինչ, բայց խնդրում եմ վաղվանից վերանայեք ձեր զգեստապահարանը։ Գոնե դպրոցի շրջանակներում։ Լավ։ Սա դուք պետք է նկատեիք, ոչ թե ես։ Ասում եք ով է տպավորվել։ Ավարտական դասարաններից Դավիթը, եւ նա մենակ չէ։ Իհարկե։ Նորից Դավիթ։ Սուր։ Հա։ Չմտափոխվեցի։ Ուրեմն մտնում եմ աշխատասենյակ։ Մեկ էլ տեսնեմ մի հատ երեխա, մեր Բելլայի տարիքին կլինի։ Համակարգչով AI-ի հետ աշխատում։ Ում հետ։ Այդ արհեստական բանականություն է, էլի։ Առաջադրանքներ է տալիս։ Այդ արհեստական բանականությունը վայրկյանների ընթացքում տեքստը խմբագրում, սրբագրում տալիս է։ Ու փողել չի ուզում։ Թե լավ մի մտածի, այդքան մի բան կանենք։ Չես մի հատ կստուգեմ, տեսնեմ, թե ինչ արել, որ ես չեմ կարող անել։ Չեմ կարծում, որ ինքը քեզանից խելացի լինի։ Ամպրես։ Չէ, ես մի բանի անունը եթե արհեստական է, ոնց կարող ինքը բանական։ Ամեն փորձառու։ Հա, ապրես։ Շաս դու կարաս։ Ես դու ես դրել իմ սեղանին։ Հա, ես։ Սպասի ոչ ման մի ասա, թե չամային ճելի կխառնեմ իրար։ Ինչի ես ինձ հրավիրում։ Հիմա կարամ խոսամ։ Մտածեցի քեզ հետաքրքիր կլինի։ Իսկ քեզ միևնույն չի։ Թե Ժասմին, Ես չեմ կարա գամ։ ինչի։
Լսի, թող մնա քո մոտ, ես այնտեղ կլինեմ, մոտքի մոտ։ Եթե որոշես գաս, արի կսպասեմ։ Հա, էլի սա խառնեցիր իրար։ Դե ամեն դեպքում Տոմսերը մոտնա։ Բա չեր ուզում հետ տա։ Դե ուրեմն չի տվել։ Ասեց որ կսպասի, եթե որոշեմ գնամ։ Սա սեր է։ Վարդան լավ չես։ Դու ում կգնայիր, ինչ-որ միտեղ սպասելու առանց իմանալու գալու է թե չէ։ Ես ոչ մեկի։ Իսկ ես։ Դե դու բնականաբար Շաքեին։ Ուրեմն։ Ոյ։ Բա։ Երեխեք անկապ խոսում եք։ Ոչ մի սերել չկա։ Համել այսքան տարի չէր նկատում, հիմա ինչ եղավ։ Ինչ ա ուզում, ինչի ա սենց անում։ Չէ, Ժասը ճիշտ է ասում։ Այսքան ժամանակ ոչ նկատում էր, ոչ է։ Հիմա ինչ եղավ հանկարծ։ Այս ամեն ինչը հեչ ինձ դուր չի գալիս։ Ինչ ես ստեղ։ Սա դասի եմ։ Բա դու։ Մեր սպասի։ Այս մաման ա ուղարկել, ասեց կտաս, որ շուտ կազդուրվի։ Այսինքն ընկերուհուդ համար ա ուղարկել, ոչ թե իմ։ Բայց դու ես հիվանդ, չէ։ Բելա, չես գալիս ֆիզկուլտի դասը սկսում են։ Բելայի մաման քո համար ա ուղարկել։ Աղջկան, ով երրորդ դասարանից իրարված է Սևակին, ասենք Սևակը քեզ ժամադրությանը հրավիրել է, բայց դու քեզ ծանր պայի մի գնա։ Գիտես Ժասը ինչ կասի։ Կասի Կարեն լավ չես։ Չէ։ Հաստատ չի գնա Ժասը։ Առանց մեր ասելու է չի գնա։ Լավ շատ է դու ես ինչ կարայի անել։ Վիկա կարեր ուղակի հասցեն չտայր Բելային։ Լավ, բայց գոնե իմացար ինչին էր պետք։ Բելան երեք Մելսի տանն էր։ Ինչ, կեղտոտվել, հա։ Դե լավ, ոչինչ։ Կարճա, Մարթա, կարճա։ Մոտներով կանցնենք, իբր պատահական ենք ստեղ։ Իդա քո պլանը։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է։ Ամեն բան լուրը լռությունն էլ գոռում է։ Երբ ուզում եմ խաղաղվել, պատերազմում եմ։ Երբ ուզում եմ մտածել, ես երազում եմ։ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է։ Մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է։ Մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեք։ Այսօր ազատ եմ, արի հանդիպենք։ Աչքերս վերցրու